Լվովյան փողոց եմ, հա, ոչ մի փոս ես չեմ տեսնում ստեղ։ Հա, պարոն քաղաքապետ։ Հա, չեմ տեսնում ոչ մի փոս։ Սաղ հիմա էլի առաջ կգնամ, բայց որևէ փոս ես ստեղ չեմ տեսնում։ Խոսքս վերաբերում է Նանսենի փողոցի, ահա այս փոսերին։ Շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Սպասում ենք, պարոն քաղաքապետ, սպասում ենք, գոնե մի քիչ նեղացնեք, էլի, գոնե մի ավտոյի անցնելու տեղ մնա։ Մի քիչ էս լոճվածը նեղացրեք գոնե։ Ջորջ ջան, ձեր չափերը ճանաչեք։ 220, 7-րդ փոսը, 150-ով, 120, վերցնում եք այսենց մի հատ մետր, միջև 5-ը հերիք է, 5 մետրից մեծ փոս հլը չեմ տեսել։ Ու սաղ ձեր չափերը ձեր փողոցներում ճանաչում եք։ Դրա վերջին չա լինելու։ Դրա վերջը փոսալցվելի է եւ շատ շուտով, որովհետեւ հիմա մի խումբը գտնվում է նոր վարչական շրջանում, որոշ փողոցներ Նիկոյան, Գյուրջան իրականացնում ենք։ Օվկիանոս Պրոմաքս Եղանակային պայմաններից ելնելով երբեմն լինում են դարձարներ։ Արդյունավետ ձկնորսություն եմ մաղթում բոլորիդ։ Մարտի 28-ի արած ասֆալտը, այսօր մարտի 29-ն է։ Մեր ընկերը գնում էր գործի, մի քիչ առաջ է դեպքը եղել, սենց ընկել է մեջ։ Ունենք տեղհսկման գործընթացը, որը կատարում է վերահսկողություն եւ նաեւ մեր պատասխանատու ինժեներները բոլոր տեղերը, որտեղ աշխատանք է կատարվում, ամբողջ գիշեր գտնվում են այդտեղ եւ կատարում են կրկնակի վերահսկողության ֆունկցիա։ Լավ որակով ասֆալտ են ընդհանուր առմամբ արել, հաստ։ Պրոստը մի հատ խնդիր կա։ Երևան քաղաքում մենք կատարել ենք մոտ 45000 քառակուսի մետր փոսալցման աշխատանքներ։ Ձեր վերածնտիկ տրանսպորտը չգիտի որ փոսից փախցնի, որ մեքենան չջարդի, անիվը չպայթի, անվայեցանը չկոտրվի, գույքը հարկը վճարում է, բայց ավտոն ջարդում է։ Շտաբօգնությունը միջև հասնի հիվանդին այս փոսերի, կասեն կատավալկա կանչեք։